Երեկ ուշ գիշեր նոր գրոհով թեժացավ եկեղեցու վրա հարձակումը։ Իրար հետևից հաջորդաբար հրապարակվեցին քահանաների անուններից տարածված տեքստեր, որոնք Մարիաթոռի կողմից տիրադավ հռչակված թեմակալ առաջնորդների հորդորով կամ պարտադրմամբ միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավին, կամ ինչպես իրենք են այն անվանում, եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Այս գործընթացին միացած քահանաների թիվը ներկայում հասնում է 16-ի։ Ծանր գիշերը չի հաղթահարվել նաև որոշ եպիսկոպոսների կողմից, եւ առաջիկայում հնարավոր են պաշտոնանկություններ։ Միևնույն ժամանակ նույն օրը երեկոյան մի շարք քահանաներ հանդես են եկել հրապարակային հայտարարություններով, վերահաստատելով իրենց հավատարմությունը Մարիաթոռ Սուրբ Էջմիածնին եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բեին։ Նրանք ընդգծել են, որ հավատարիմ են մնում հայ եկեղեցու վարդապետությանը, ծիսական եւ կանոնական կարգին եւ դեմ են եկեղեցու ու հավատացյալ ժողովրդի պառակտմանը։ Հետաքրքիրն այն է, որ որոշ քահանաներ, որոնք մինչ այդ բացահայտորեն աջակցում էին կաթողիկոսին եւ քննադատում իշխանությունների կողմից եկեղեցական կյանքին միջամտելու փորձերը, այժմ միացել են վարչապետի նախաձեռնությանը։ Այս իրողությունը նոր հարցեր ու լուրջ քննարկումներ է առաջացրել հոգեվորական շրջանակներում։